2026 թվականի ապրիլ ամսվա փողային հորոսկոպ։ Կենդանակերպի որոշ նշանների ամսվա վերջում ֆինանսական առաջընթաց է սպասվում։ 2026 թվականի ապրիլը խոստանում է ընդհանուր առմամբ լավ լինել ֆինանսապես, բայց կան որոշ նրբերանգներ։ Մերկուրին, չնայած այլևս հետադարձ շարժման մեջ չէ, դեռևս խրված է իր հետադարձ շրջապտույտի մեջ, ինչը կարող է հանգեցնել փողի անուղղակի ժամանմանը։ Առավել հաճելի ֆինանսական օգուտները սպասվում են ապրիլի 15-ից հետո, երբ գործարար ակտիվությունը սկսում է արագ աճել։ Եկեք տեսնենք, թե աստղերը ինչ են պատրաստել յուրաքանչյուր նշանի համար։ Խոյ, մարտի 21, ապրիլի 19։ Ապրիլի սկզբին ձեր համբերությունը կփորձվի, սպասում եք վիճարման, այն ուշ կլինի, դիմում եք հարկային արտոնության, բաները դանդաղ և տխուր կընթանան, բայց շատ մի անհանգստացեք, բաները կսկսեն բարելավվել 10-ից, և ամսվա կեսերին դուք հանկարծ կհայտնաբերեք, որ ձեր համարձակությունը, լավ իմաստով ձեր գործարար հմտությունը գրավում է ճիշտ մարդկանց։ Ապրիլի վերջին աստղերը խոստանում են շահավետ գործարքներ, և ձեր եկամուտը կաճի։ Դժվարություններ կլինեն, բայց դուք դրանք կհաղթահարեք, և այնքան գեղեցիկ, որ ձեր ինքնագնահատականը կբարձրանա։ Ցուլ, ապրիլի 20, մայիսի 20։ Ամսվա սկիզբը պարզապես կախարդական է, ձեզ խոստումնալից պայմանագրեր են սպասվում, իսկ գործընկերները ծաղիկներով ու առաջարկներով շտապում են գրասենյակ։ Օգտվեք պահից, բայց 10-ից 20-ը անցեք պարտիզանական ռեժիմի, թշնամու գծերին ետևում։ Տեղեկատվությունը կհասնի ուշացումով, և կարևոր դեմքերը կկորչեն։ Մի ստորագրեք ոչինչ այն 3 անգամ չկարդալով։ Բայց ապրիլի վերջին դուք կզգաք այնպիսի ներքին ազատություն, որ կցանկանաք գնել ինչ-որ բան, օրինակ զբոսանավ, բայց առայժմ գնեք զբոսանավաշինական ընկերության բաժնետոմսեր։ Այնուամենայնիվ ձեր համարձակ գաղափարները իսկապես կսկսեն պտուղ տալ։ Երկվորյակներ, մայիսի 21, հունիսի 21։ Ապրիլի սկիզբը համարձակ ծրագրերի ժամանակ է, նույնիսկ եթե ձեր ծրագիրը գանձոխի տակ գանձ գտնելն է, այն կաշխատի։ Դուք կունենաք վերևից աջակցություն, ոչ թե բառացիորեն, չնայած ով գիտի։ Ընդլայնեք ձեր սոցիալական շրջանակը, յուրաքանչյուր նոր ծանոթ կարող է դառնալ ձեր հովանովը։ Ամսվա կեսը իդեալական է բանակցությունների և գործուղումների համար։ Դուք գործուղեն գնացել էիք գաղափարով, դուք կվերադառնաք գումարով։ Ապրիլի վերջին դուք ստիպված կլինեք մի փոքր քրտնել, բայց դա նման է ձեր դրամապանակի համար պիտանության, տհաճեջ, բայց օգտակար։ Կազմակերպեք ձեր ֆինանսները և ամեն ինչ կփայլի։ Խեցգետին, հունիսի 22, հուլիսի 22։ Ապրիլի առաջին կեսը ձեզ հաջողություն կբերի, դրամոփոսքերը կուրախացնեն ձեզ, և գործարքները բնականաբար կհոսեն ձեր գիրկը։ Սա հատկապես ճիշտ է, եթե աշխատում եք արվեստի, առևտրի կամ շոու բիզնեսի ոլորտում։ Ամսվա կեսերից սկսած հիմք դրեք ապագա հարստության համար, լսեք փորձառու մարդկանց, հարաբերություններ հաստատեք պետական մարմինների հետ։ Բայց ապրիլի վերջին 2 օրերին դանդաղեցրեք, մեծ ներդրումները կարող են սպասել։ Ավելի լավ է կենտրոնանալ ամեն ինչ քաղցրավեղին վրա ծախսելուց խուսափելու վրա, հոգեկան հանգստություն ապահովելու համար։ Առյուծ, հուլիսի 23, օգոստոսի 22։ Ամսվա սկիզբը հիանալի ժամանակ է դանդաղաշարժ և կազմակերպված լինելու։ Յաս առյուծ, դուք պետք է կազմակերպեք աղյուսակներ և պլանավորեք բյուջե, բայց դե արժե, դուք կդնեք այն հիմքը, որի վրա հետագայում կկառուցեք պալատ։ Ապրիլի երկրորդ կեսում կբերի ճանաչում, ձեզ կնկատեն, կգովաբանեն և հնարավոր է առաջ խաղացեն։ Ստեղծագործ առյուծները հատկապես բախտավոր կլինեն, ձեր գաղափարները կսկսեն իրենց վաճառել։ Ամսվա վերջին թարմ է ֆինանսական գաղափարների ժամանակ է, պարզապես գրեք դրանք, մի իրականացրեք ամեն ինչ միանգամից։ Եվ մի տխրեք, եթե հանգամանքները ստիպեն ձեզ խնայել, հիմա ժամանակն է։ Կույս, օգոստոսի 23, սեպտեմբերի 22։ Ապրիլի սկզբին մի ստանձնեք մեծ նախագծեր, ամսվա կեսն էլ անլուրջ ծախսերի ժամանակ չէ, անգամ եթե դա 80% զեղչ լինի։ Բայց ապրիլի վերջին ձեր լավագույն ժամն է, դուք կկարողանաք կնքել այն գործարքները, որոնց մասին երազել էիք, ներդնել ձեր գումարը այնտեղ, որտեղ կարևոր է, և աջակցություն ստանալ հենց այն ժամանակ, երբ դրան կարիք ունեք։ Համբերատար եղեք կույս, և ձեր դրամապանակը շնորհակալ կլինի ձեզ։ Կշերք, սեպտեմբերի 23, հոկտեմբերի 22։ Ապրիլի սկզբին լի է իմպուլսիվության։ Դուք կարող եք տեսնել մի գեղեցիկ բան, ցանկանալ օգնել ձեր հարազատին կամ ներդրումներ կատարել ընկերոջ շատ խոստամցալի ստարտափում։ Դադարեք, սխալներ և հավելյալ ծախսեր երաշխավորված են։ Պլանավորեք ձեր բյուջեն մատիտով և հաշվիչով, պատրաստ եղեք չպլանավորված ընտանեկան ծախսերին, կրկին այդ վերանորոգումները ձեր սկեսուրի տանը։ Բայց ամսվա վերջին լարվածությունը կմեղմանա,
Հնարավոր է չպլանավորված եկամուտ, օրինակ մի հին պարտատեր կարող է հանկարծ հիշել ձեզ, հրաշք, նվաշ չէ։ Կարիճ, օգոստոսի 23, նոյեմբերի 11։ Ապրիլի սկիզբը ձեր գերուժն է կասկածոտանությունը, միացրեք այն ամբողջ ուժով։ Սխալ հույսերը եւ չափազանց լավատեսությունը կհանգեցնեն անհաջող ներդրումների։ Մի խաբվեք ոսկե լեռների խոստամցներով եւ միակ առաջարկներով։ Կրկնակի ստուգեք ցանկացած խոշոր գործարք։ Բայց ամսվա երկրորդ կեսում դուք կվերանայեք ձեր ֆինանսական կյանքը։ Դուք հանկարծ կհասկանաք, թե ինչպես ավելացնել ձեր եկամուտը։ Ամեն ինչ հեշտ չի լինի, ջանքեր են պահանջվում, բայց աստղերը ձեր կողմին են։ Նույնիսկ եթե դուք պետք է շատ աշխատեք, արդյունքները կարդարանան։ Կարիճ, ձեր ժամանակը դեռ առջևում է։ Աղեղնավոր, նոյեմբերի 22, դեկտեմբերի 21։ Ապրիլի սկիզբը բարենպաստ ժամանակահատված է։ Լուծեք ֆինանսական հարցեր, կնքեք երկարաժամկետ պայմանագրեր եւ զգաք ձեզ աշխարհի թագավոր։ Ամսվա կեսերին իրադարձությունները արագանան։ Դուք ժամանակ չունենաք երկար մտորումների համար։ Սորապես լսեք ձեր ինտուիցիան։ Այն կասի ձեզ, թե ինչի վրա ծախսել եւ որտեղ խնայել։ Ապրիլի վերջին ձեզ կբերի արժանի գումար, պաշտոնի բարձրացում, բոնուս կամ ազդեցիկ անձի աջակցություն, ձեր ջանքերը հարյուրապատիկ կփոխհատուցվեն։ Այծեղջուր, դեկտեմբերի 22, հունվարի 19։ Ապրիլի սկզբին լավն է խուսափել ֆինանսական որոշումներ կայացնելուց։ Իրադարձությունները կլինեն հակասական, կշփոթվեք եւ կգնեք այնպիսի բան, որը փոշի կհավաքի անկյունում։ Ապրիլի 10-ից 20-ը կհայտնվեն ինքնատիպ գաղափարներ, եւ հա դրանց իրականացնելու հնարավորությունը արագ կգա։ Ամսվա վերջին օրերին ճկուն եղեք։ Մի փորձեք ամեն ինչ անել միանգամից։ Դուք կսպառեք ձեր բյուջեն։ Պահպանեք հավասարակշռություն եւ ապրիլը կանցնի առանց ֆինանսական կորուստների։ Վերջապես դուք այծեղջուրեք, ամեն ինչ ձեր վերահսկողությանն է։ Ջրհոս, հունվարի 20, փետրվարի 18։ Ապրիլի սկզբին ձեր հոգեկան վիճակը կլինի ինչպես ճոճանակ, սա կդժվարեցնի ռիսկերը գնահատելը։ Մի չափազանց վստահեք, մի ներդրումներ կատարեք կասկածելի նախագծերում, անգամ եթե ընկերը երդվե, որ դա նոր բիթքոյնն է։ Սպասեք, եւ ամսվա երկրորդ կեսում կբացվեն եկամտի աճի հնարավորություններ։ Վճարման հարցերը կլուծվեն եւ նոր նախագծերից շահույթ կգա։ Ապրիլի վերջին կարող եք մտածել խոշոր գնումների մասին, բայց նախ մտածեք դրանց մասին, ապա գնեք։ Սա կատարյալ հերթականություն է ուրեշխոտ ջրհոսների համար, որոնք ցանկանում են հարստանալ։ Ձկներ, փետրվարի 19, մարտի 20։ Շնորհավորում ենք ձկներ, դուք ապրիլ ամսվա սիրելին եք, ամիսը ամբողջովին բարենպաստ է։ Սկիզբը կբերի փոքր եկամուտներ եւ ավելի կարեւորը, արժեքավոր տեղեկատվություն։ Օգտվեք դրանից ձեր եկամուտը մեծացնելու համար։ Հետագայում դուք հնարավորություն կունենաք անուն ստեղծել բիզնեսում։ Ներդրողներ, պարտներներ եւ շահավետ գնումներ բոլորը կհայտնվեն ձեր ճանապարհին։ Ամսվա վերջին իդեալական է ձեր գործերը կարգի բերելու համար։ Եթե դուք փողը աչույաս չշպրեք, հավասարակշռությունը կպահպանվի։ Վայելեք պահը, բայց մի տարվեք երազանքներով։ Իրական փողը սիրում է իրական գործողություններ։